Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասան Գևորգ Գրիգորյանն է։ Ողջույն Գևորգ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերս։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գևորգ, ինչ որպես դերասան ձեր մասնագիտությանն անդրադառնալը ուզում եմ խոսել էքստրեմալ տուրիզմի մասին։ Շատ հաճախ ձեր սոցիալական հարթակներում նկատում եմ, որ դուք ակտիվ կյանք եք վարում եւ իրականում բառի բուն իմաստով էքստրեմալ կյանք եք վարում։ Ուզում եմ հետ վերադառնանք եւ խոսենք այն շրջանի մասին, երբ ստեղծվեց հետաքրքրությունը էքստրեմալ տուրիզմով զբաղվելու։ Ճիշտն ասած, էքստրեմի հետ շփումը շատ է եղել ամբողջ կյանքում տուրիզմը։ Տուրիզմը 2023 թվականին սկսվեց սար գնալու process-ը, բայց ոչ որպես էքստրեմ։ Տենց չէր նախատեսվել էլի ամեն ինչ։ 23 թվականին 2 տարի արդեն։ Ինչ զգացողություններ են, երբ հայտնվում եք ինչ-որ անմարդաբնակ վայրում, Այնց լավ է, որ մանավանդ որ անմարդաբնակ է, որ անմարդաբնակ է, ամենաշատն ինձ թվում է դրա հետևից էլ հենց գնում եմ, որովհետև մեծ անձնական տարածություն է դառնում էլի։ Անփոխարինելի զգացողություն է ու ուրիշ տեղ ոնց որ չես կարող ուրիշ տեղ գտնես այդ նույնը։ Այդ մենակ բնությունն է, մենակ սարերն են։ Հետաքրքիր դա որևէ ձև չի խանգարում ձեր դերասանական գործունեությանը, որովհետև որքանով որ տեղյակ եմ, սերիալները բավականին ժամանակ են խլում եւ մեկը մյուսի հետ համատեղել հնարավոր է լինում։ Սարերը սեզոն ունեն տարվա ընթացքում ու կարելի է արանք ժամանակ լինում է, կարելի է մի քիչ նկարահանումների մասնակցել։ Ուղղակի ես խուսափում մեծամասամբ նորից նկարահանումների վերադառնալու մանավանդ երկարներին։ Հիմա կա պրոյեկտ, որում նկարում եմ, բայց պրոյեկտը 10 մասանի է, այսինքն դրանից մոտ մի շաբաթ ժամանակ է ընդհանուր առմամբ խլելու, ոնց որ խնդիր չկա։ Չէ, համատեղել կարելի է համատեղել, որովհետև սարերի սեզոնը դա ամառն է, ձմեռը մեկը անելու բան չկա, կարելի ասել սարերում մեծամասամբ։ Մարդկանցից հեռու ամենակարևորը։ Հա, այդ միշտ, այդ ամենակարևորն է։ Գևորգ, դուք այն դերասաններից եք, ովքեր մասնակցի սերիալում նկարահանվելու, ինչու մասնակցի, լինի էկրաններին, թե չլինի, մշտապես հետաքրքրության է արժանանում։ Հա որ Համենայն դեպս իմ կարծիքով այդպես է։ Քննարկվում եք մշտապես, հատկապես ձեր անձնական կյանքը։ Տարատեսակ քննարկումներ եւ շատ հաճախ նաեւ լինում են երևակայությունից դուրս քննարկումներ։ Հետաքրքիր է, արդեն սովորել եք եւ առհասարակ ինչպես եք վերաբերում դրանց։ Անկեղծ բացարձակ չեմ վերաբերվում, բացարձակ տեղյակել չեմ սոցցանցերում, օրինակ Facebook-ին չեմ հետևում, Instagram-ում հետևելու բան չկա։ Դե ես չգիտեմ իմ մասին ինչ են խոսում, ինչ չեն խոսում։ Հա, ինձ դրա համար պետք է մտնել, չէ, ինչ որ լենտաներով գնալ, ինչ որ բան գտնել կամ ման գալ։ Նման բանով չեմ զբաղվում, հետաքրքիր չի, որովհետև ինչի սա պետք ճիշտ ասած մանավանդ երբ որ այդ ամեն ինչը միշտ ու մենակ ինչ որ անձնականի շուրջ է, արդյոք դա ամենահետաքրքիր բանն է, որով ես զբաղվում եմ կյանքում կամ զբաղվել եմ, ինձ թվում է չէ։ Գաղտնիք չէ, որ հանրությանը մարդու արած գործը, մարդու թողած մնայուն արժեքները կամ չգիտեմ, ինչ որ Օսկարի մասնակից այդքան չի հետաքրքրում, այսօր հանրության իհարկե ցավոք սրտի, քան օրինակ որևէ մեկի անձնական կյանքը, նոր հարաբերությունները կամ ավարտը, հատկապես ավարտը։ Միշտ բոլորին հետաքրքիր է, չէ, ինչ եղավ, ով հետ է, քնում, այդ ամենահետաքրքրող հարցն է բոլորին։ Չգիտեմ ինչ ասեմ, Աստված իրանց հետ թող, նման կոնտենտ շատ կա ինտերնետում, ես թվում է բոլորը կարան բավարարվեն։ Ես ձեզ համար կլուսաբան եմ, քանի որ դուք ինֆորմացված չեք, ես մի քանի ինֆորմացիա այսպես հրապարակայնորեն կներկայացնեմ։ Գաղտնիք չէ, որ ի սկզբանե քննարկվում էր ձեր եւ Ռոմելա Սարգսյանի հարաբերությունները սերիալի ընթացքում, սերիալի ավարտից հետո դուք որևէ մեկնաբանություն չէիք տալիս, սակայն եղավ մի պահ, երբ հաստատեցիք ձեր հարաբերությունները տեսանյութի տեսքով։ Մեկնաբանություն, բայց մեկը չի եղել, ինչքան հիշում եմ։ Հա, մեկնաբանություն չի եղել, բայց հաստատում եղել է արդեն բացահայտ էր ձեր հարաբերությունները եւ այլն եւ այլն։ Հետաքրքիր է ինչպես ստեղծվեց այդ ամենը,
Հիմա խոսենք սկզբի մասին, ընթացքի եւ ավարտի մասին խոսենք մի փոքր անց։ Ինչի մասին։ Ինչպես ստեղծվեց հարաբերությունները, ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև շատ դերասաններ, հա, ովքեր օրինակ եղել են իմ տաղավարում, շատ են նշում, որ դերասանները շատ հաճախ մնում են դերի տակ։ Հա, հարաբերությունները նկատի ունեք, վայ չէ, ես այտենց հալաթել կյանքում չեմ անի, սկսեմ իմ անձնականից պատմել, երբեք այդպես բան չեմ անի, որովհետև վերջապես մեծացա 35 տարեկանում հասկացա, որ եթե մի բանի անունը անձնական կյանք է, դա կներեք տրոսիկի նման անձնական բան է ու դա քննարկել դրա մասին խոսալ, պատմել ամոթ է էլի ինձ թվում է արդեն դա հետաքրքիր չի, արդեն նման թեմաները իրանց սպառել են։ Հա, ես շատ հարաբերություններ եմ ունեցել իմ կյանքում, երևի ավելի շատ, քան մարդիկ գիտեն ու հնարավոր է եւս այդքան էլ ունենամ։ Եթե այդքան հետաքրքիր կլինի բոլորին, խնդրեմ կարան հետևեն Instagram-ում, ինձ թվում է կամ ինչ-որ միտեղ ժամանակ առ ժամանակ կարող է նման բաներ լինի կամ կարող է ընդհանրապես կյանքում էլ չունենամ հարաբերություններ։ Ոնց որ չգիտեմ, արդյոք արժի հետևել նման իրադարձություններին, չգիտեմ։ Ես հանդիպեցի մի տեսանյութ, որը վերնագրված էր այսպես Գևորգ Գրիգորյանի կյանքի 5 կանայք։ Այդ լրագրողը 5 կանանց մասին էր ինֆորմացված եւ 5 կանանց մասին էր անդրադարձել, ինչպես նաեւ ձեր ամուսնության եւ այդ ընթացքում նաեւ Ռոմելայի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Որից հետո Գևորգ խոսեցին եւ լրագրողները հրապարակայնորեն վստահորեն ներկայացրեցին այն ինֆորմացիան, որ ձեր եւ Ռոմելայի միջև հարաբերություններն ավարտվել են։ Այս առիթով եւս մեկնաբանություն չի եղել, սակայն Եթե չեմ սխալվում, ջնջվել էին համատեղ լուսանկարները եւ Ռոմելան ջնջել էր իր անձնական էջը։ Անձնական էջը։ Ռոմելայի անձնական էջը ես ամեն օր տեսնում եմ։ Դադարել էիք միմյանց չհետևել։ Նման բան չի եղել։ Այսինքն դուք նշում եք, որ ձեր հարաբերությունները չեմ նշում, ես ուղղակի ձեր ասածին եմ պատասխանում, որ մենք իրար հետևում ենք, հա, follower ենք, իր էջը ոչ մի վարքյան չի ջնջվել, չգիտեմ ինչից են, ինչ զրակացություններ եկել, բայց ինչ-որ ասում եք, իրականությանը չի անպատասխանում։ Իսկ կարող եմ ուղիղ հարց տալ, այսօր դուք եւ Ռոմելան միասին եք։ Ես ուղիղ չեմ պատասխանի։ Չէ, անկեղծ, ես ասում եմ, այդ սխալը շատ եմ արել, ինձ թվում էր ես էլի ոչ մեկից թաքցնելու բան չունեմ, բայց նաև արդեն հասկացել եմ, որ բաներ կա, որ դրա մասին խոսալ ուղղակի պետք չի։ Ինչից հետո եղավ այդ ճակերտավոր ասած հասկանալը։ Երբ որ այս անձնական բառի, անձնական բառը հենց հասկացա, թե ինչի են ասում անձնական։ Դե կներ բան, ինչ կա հրապարակայինից, քո հրապարակային կյանքից ինչ որ չէ, իր անունը անձնականն է, դրա որտեղ դա քոնն է։ Կոննա ու մաքսիմում եւս ուրիշ ինչ-որ մի հոգուն է, բայց ոչ մի դեպքում մնացածին, ես ասենց ասեմ, իմ անձնական կյանքից անգամ իմ ընկերները տեղյակ չեն վերջի տարիներին, ուղղակի ընկերները չեն հարցնում, չեն հետաքրքրվում, մենք իրար նման հարցեր չենք տալիս։ Ոչ էլ ես իրանց կյանքից։ Ուրեմն ասած դնում սկսեմ մնացածին կյանքս պատմել։ Հետաքրքիր է որպես ամեն մի շամպեյանը լեզուդն է, չէ՞, ինչ որ sense բաներ կան, կարող սկսեմ վիրավորել, էլի դրա համար։ Ահա, իրականում վերջին շրջանում մոտավորապես 1 տարի համացանցում գոնե ամեն օր, չեմ ասում օրվա մեջ 1 կամ մի քանի անգամ, գոնե ամեն օր 1 անգամ ձեր մասին ինֆորմացիա հրապարակվում էր։ Երբ սկսեցին հարաբերությունները, երբ ավարտվեցին հարաբերությունները, ինչու եւ այլն եւ այլն։ Համենայն դեպս հայտնի մարդու դեպքում կարծում եմ արդեն որոշակի առումով սովորական պետք է դարձած լինի։ Սովորական է, ուղղակի ես անկեղծ եմ ասում, այս տարվա ընթացքում այս թե նախորդ նկատի ունեիք, չֆիքսեցի։ Ռոմելայի հետ հարաբերությունները սկսելու։ Հա, այդ ամբողջ ընթացքում այնքան հետաքրքիր բաներ են եղել իմ կյանքում։ Շատ ցավալի է, էլի ճիշտ ասած, դրա համար որոշել եմ էլ չունենամ անձնական կյանք հրապարակային, որ խոսալու թեմա չլինի։ Ընդհանրապես, որ այդպես պարապությունից մեռնեն։ Նկատելի է, որ բոլոր այն կանայք, ովքեր որ հայտնվում են ձեր կողքին, կարծես թե
Չակերտավորասան բռնում են ձեր ճանապարհը։ Անկամ ես նկատել եմ, որ ոճային առումով որոշակիորեն նմանվում են ձեզ։ Օրինակ, եթե այսպես հիշեմ Ռոմելայի կերպարը, մինչև ձեզ հետ հարաբերություններ ունենալը եւ ձեզ հետ արդեն հարաբերություններ ունենալ ընթացքում, կարծես թե որոշակի առումով նրանք են դառնում ձեր առօրյայի անբաժան եւ ձեր նախասիրությունների անբաժան մասնիկը։ Դուք ինձ թվում է ցանկացած երկու անձ անկախ հարաբերությունների ֆորմատից, հա, կամ իրենց ծերից ինչ որ երկու մարդ որ իրար հետ սկսում են շփվել, իրար հետ շատ ժամանակ անցկացնել, բնականաբար սկսում են իրարից սովորել ինչ որ բաներ ու իրար հետ որոշակի հետաքրքրություններ սկսում են կիսել։ Ինձ թվում է դա բոլոր տեսակի հարաբերություններում այլ մենք միշտ սովորում ենք ինչ որ բաներ ինչ որ մարդկանցից, ինձանից էլ, ես էլ ու շփման երևի հենց հետաքրքիր մասը հենց այդ մարդկանց հետ փորձի փոխանակում, ինչ-որ հետաքրքրությունների փոխանակում։ Հետաքրքիր է, որպես տղամարդ, արդյոք հեշտ է ձեզ հետ եւ արդյոք հեշտ է հիասթափվում Գևորգ Գրիգորյանը կանանցից։ Ինձ թվում է առաջի հարցը ինձ չպետք է տալ։ Ինձ իմ հետ հեշտ է, ճիշտն ասած, չնայած որ բոլորը մտածում են, որ ինձ իմ հետ դժվար է, որ ես ինձ հանգիստ չեմ տալիս, բայց ես ու խոսքը հանրականի մասին չի, բայց ես մանա չեմ գալիս հանգիստ։ Իմ հետ չգիտեմ ճիշտ ասած, ինձ թվում է ինչ որ բայրի կարա, ինչ որ բայրի դժվար ոնց որ ցանկացած մարդու հետ, բայց ամեն դեպքում այդ հարցը ինձ չի ու ես էլ երբեք նման մեկնաբանություն չեմ լսել, այսինքն իմ հետ մեկ իսկ անգամ չեն ասել քո հետ անհնար է, ինչ որ այնպես ֆրազա ինչ որ չի եղել կամ քո հետ շատ բարդ է, այնպես էլ չի եղել, բայց որ միշտ իմ համար անհանգստանում են, հա, այդ կա, միշտ անհանգստանում են։ Հա, որովհետև միշտ ինչ որ իրանց կարծիքով իմ կյանքին ավտանգ սպառնում տարբեր իրավիճակում ու կենցաղային, հա, այնպես ամեն օր ինչ որ տարվա կտրվածքով գոնե մի 3 ամիս ինչ որ մի բան սպառնում է իմ կյանքին ու այդ իմ հարազատ մարդկանց սպառում է մշտական լարվածության մեջ, բայց ինձ թվում է արդեն իմունիտետ ունեն։ Եվ կարծում եմ, որ ոչ բոլորը կարող են դիմանալ այդ դժվարությանը։ Իհարկե։ Օրերով տուն չգալ կամ լինել երկար ժամանակահատվածով անհասանելի։ Դու օրինակ 2 ամսով սարեր անցած տարի էլ եղել, այս տարի էլ սպասվում 2 ամիս, այսինքն հենց կլոր 2 ամիս ես լինելու եմ հենց լրիվ անմարդաբնակ շատ հեռու անհասանելի տեղում, կապ հիմնականում չի լինելու ու բնականաբար դա լարվածություն առաջացնում է։ Իսկ արդյոք ձեր բաժանությունների հիմնական պատճառը, ես կոնկրետ անուններ չեմ ուզում հնչեցնել, հաշվի առնելով ձեր նշածը, որ չեք ցանկանում անձնականը հանրայնացնել, արդյոք հիմնականում ձեր այդ դժվար, ճակերտավոր եմ ասում, դժվար տեսակի պատճառով է եղել հիմնականում բաժանությունները։ Չեմ կարող ասեմ անկեղծ, որովհետև իհարկե ես հետո ամեն ինչ վերլուծել եմ, բայց նման եզրակացության չեմ եկել, որ դա ինչ որ իմ այդ զբաղմունք չէ, որովհետև իմ զբաղմունքները հիմնականում իրենք հետաքրքիր են մարդու համար, որ նման սովորական հանգիստ կյանքով ապրել, ավելի հետաքրքիր է լինում ու չէ, ես չի ասի, որ այդ բարդացրելական կյանքը ընդհանուր, ես կասեի, որ այդ ավելի շատ հակառակը հետաքրքրացրել է ինչ որ հնարավոր է որոշ դեպքերում երկարացրել է հարաբերությունները, որոնք կարող ավելի կարճ տևեին։ Ինչ է զգում այդ օրինակ 2 ամսվա ընթացքում, ինչ է դա ձեզ տալիս, արդյոք լցվում եք։ Ինձ թվում է լրիվ նեգատիվից եմ դատարկվում, ինչ հետ է գալիս է քաղաքից, այնտեղ ժամանակի ընթացքում ոնց որ գնում է, հետ եմ գալիս զրոյացած կարելի ասել։ Մեծ ճամփորդություններից հետ եմ գալիս զրոյացած, բայց քիչ ավել, ինչ որ մի քիչ եսի մասին արդեն ավել գիտեմ, մի քիչ ավելի դիմացկուն դառա, մի քիչ ավելի կամքի ուժս ուժեղացավ, մի քիչ ես ինքս իմ մասին կարծիքս փոխեցի, ես ինչ որ մի պահ ինձ բռնացրի նրա վրա, որ ոնց որ ես ինձ այդքան չեմ սիրում, ու դրանից հետո գտա այդ կետերը, թե ինչի համար ես ինձ չեմ սիրում, այդպես աշխատում եմ նման բաների վրա էլի։ Դա կարծում եմ շատ ճակերտավոր ասած նախանձելի երևույթ է, երբ մարդ կարողանում է գտնել այդ կետերը ու ինչու՞ չէ նաև ես ուզում իմ հետ ուզում եմ հաշտ ապրեմ, ես ուզում եմ որ իմ հետ ինձ հարմար լինի,
ու ես ինձ ինչու՞ չէ սիրեմ ու ես ինչ չներվայնացնեմ աշխատում եմ այդ ուղղությամբ։ Եվ հետաքրքիր է, ինչը կարող է Գևորգին ստիպել չսիրել։ Նիկոլական լինելը այդ առաջինն ու շատ հեշտ մարդուն ստուգելու ձև իմ համար։ Այդ իմ կարծիքն է, չեմ ուզում տարածեմ բոլորի վրա, բայց այդ մեկ ինչը կստիպի չսիրել։ Դուք թվում է մնացած ամեն ինչ համարյա կարա ներելի լինի, բացի այդ իմ ասածը։ Շատ կատեգորիկ։ Համարյա ամեն ինչ ինձ թվում է տենց ինչ որ մեր իրականության մեջ նորմա համարվող ամեն ինչ, ինչ որ ծայրահեղությունների չհասնեմ, տենց կանիբալների, չգիտեմ, ինչ որ նման բաների, ինչը որ մեր առօրյա նորման ենք վերաբերվում, տանելի է այդ ամեն ինչը իմ համար կարա լինի ընդունելի։ Գևորգ, հետաքրքիր է, ինչպես եք վերաբերում այն հարցին, երբ քիչ առաջ նշեցի դերասանները, ովքեր խոսում են այն դերասանների մասին, որոնք զուգընկեր են խաղացել որևէ սերիալում կամ չգիտեմ կինոյում ու հետո ունեցել են միասին հարաբերություններ։ Ես ամենայն դեպս հանդիպել եմ մի քանի կարծիքի, որ դա ոչ պրոֆեսիոնալիզմ են համարում։ Հետաքրքիր, դուք ինչպես եք մեկնաբանում դա։ Որ հարաբերություններ են սկսվում ոնց որ process-ում դերի տակ մնալը, ինչպես եք դուք որակում։ Ես ուղղակի մի քանի իսկ եթե կարելի է անուն էլի ով է նման բան ասել դերասանների։ Եթե կարելի է եթերից դուրս ես։ Հա, լավ, ամեն դեպքում ինքը գիտի որ ասել է, ես ուղղակի մի քանի դերասանի անուն տամ, օրինակ Բրեդ Պիտն ու Անջելինա Ջոլի նկարանումից հետո օրինակ Տոմ Կրուզը ու մոռացա կնոջ անե էլի Կրուզ Մեքսիկայից ոնց որ չեմ մտաբերում։ Բայց ինձ թվում է Վանիլնե նեբը ֆիլմից հետո նրանք ամուսնացել են, նրանք դերասաններ են, իսկ թե ով է դեր ասել, այ դուք հասկացում եք որ դերասան է ասել, որովհետև նման հիմար միտք вообще ինձ թվում է կրթություն ստացած մարդը չպետք է արտահայտել։ Ինչ նշանակում դերի տակ մնալ, ես չեմ ասում, այսինքն սցենարը տեղափոխել անձնական կյանք։ Այսինքն այն որ դելին չէ տեսարաններ են թռնում վերջում, ասենք ինչ որ գիշերը պիտի նկարենք տեսարան խոհանոցում ինչ որ մեկը դա որ թռնում է գնում տունն է խաղում այդ որ տակն է ոնց է կատարվում ինչա նշանակում դերի տակ մնալու չեմ հասկանում։ Եթե սերիալում սիրում են իրար մնում են այդ դերի տակ, համենայն դեպս ես ցիտում եմ արտահայտություններ, որոնք ինչ որ առումով համենայն դեպս ես նկատել եմ որ ձեզ են ակնարկում։ Ես չէ, այդ հասկացա, ես անկեղծ ասած դերի մեջ չեմ կարած եմ մտնեմ երբեք որ նա դեր տակը մնամ։ Կուզենայի լինել իմ կյանքում դեր որ տենց ինչ որ ես հոգով, այտենց սրտով կտրվեի, ինչ որ կապրեի, գոնե մի քիչ այդ ամեն ինչից, բայց ես անկեղծ ասած էլ չի եղել սիրել, որտեղ դերի մեջ մտնեմ, որ հետո մատե տակը մնամ ու իրանց եմ խորհրդալի չմտնեն այդ դերի մեջ։ Որտակը չմնա։ Ամանավանդ ոչ մանի տակ մնալ պետք չէ։ Գևորգ, եւ վերջերս հանդիպեց մի հոդված, իրականում դուք չբացեցիք փակագծերը, արդյոք ինչ հարաբերությունների մեջ եք այսօր, ավարտվել է սերը, թե չի ավարտվել, կարծում եմ, որ ինչ որ առումով սա նաեւ ինտրիգ է առաջացնելու եթերից հետո։ Եվ հանդիպել եմ մի հոդված, որը վերաբերում է Ռոմելային եւ միևնույն ժամանակ երկու տղամարդկանց։ Այս պարագայում հոդվածը վերնագրված էր այսպես. Գևորգը վայելում է մեկ այլ աղջկա, մոտ 2-3 օր առաջ էիք վայելում ինչ այլոց, իսկ Աշոտը երջանիկ է։ Եվ իսկ Ռոմելան կրկին մնաց մենակ։ Հետաքրքիր է, լավ, եթե դուք չեք մեկնաբանում, գոնե այն ընթացքում, որ այսպես կարող եք բացահայտ խոսել այդ մասին, Ռոմելան ինչպես էր արձագանքում, որպես կին իր համար դժվար չէր, որովհետև այդ ընթացքում նրան մեղադրեցին ամուսնացած ժամանակ ձեզ հետ հարաբերություններ սկսելու մեջ, նրան մեղադրեցին ամուսնուն դավաճանելու մեջ, այսինքն ցանկացած ցեղ շպրտվեց նրա վրա։ Այս պարագայում նա ինչպես էր տանում։ Այդ ցեղը ոնց հասկացա, ինչեւ հիմա է շպրտվում ընթացքում ինչի ընթացքում ես չեմ հիշում ճիշտ ասած մի անգամ եմ դեպք հիշում ինչ որ հոդված նման կոնտեքստով
թվականն էլ չեմ հիշի ճիշտ ասած, կոնկրետ է 2025 թե 24-ները դեռ չեմ հիշի, չի քննարկվել նման բան, որովհետև պարզա որ լինելու էր, քննարկվելու էր։ Դուք պատրաստ եք։ Դուք որպես տղամարդ կարծում եմ ձեզ համար միևնույնն է, բայց որոշակի առումով ձեր կողքի կնոջ անունը այդպես շահարկելուն։ Գիտեք, անկախ ամեն ինչից, օրինակ իմ մասին ես մի անգամ հոդված հանդիպեցի, որ ես երեխուս մանկատուն եմ տվել։ Ոչ երեխա ունեմ, ոչ էլ, ասում եմ, ոչ ամենս վարոդա, ոչ ամուսնացած եմ, ոչ կնիկ ունեմ։ Ու այդ պայից հասկացա, որ անիմաստա բացարձակ ինչ-որ ընկնել նման բաների հետևից հետևել, ներվային անալ, կամ ինչ-որ վերաբերմունք ունենալ, էլի, որ ասում Facebook-ին չեմ հետևում, դե համար, որովհետև հիմնականում ինֆորմացիոն աղբա ու անգամ ես ինչ-որ բաներ կարդալուց լուրջ եմ ընկալ որոշակի, հա, որ տենց կարող է նման բան լինի, կարող է իրականությանը մոտիկը, բայց երբ որ ես ինքս իմ հետ կապված եմ, արդեն տենում ուր կարա հասնի ավսորդը, իմաստ չկա այդ ամեն ինչին քննարկելու անգամ։ Ես դուր չեմ տալիս ինձ ցույց տամ Facebook-ից ինչ որ մի բան, որ ասում են, նայ ես ինչ է, ինչ ասում ինձ տենց հիմար բաներ խնդրում, պրոստը մի լցրեք էդի աղբա թողեք գլուխս մաքուր մնա։ Նոմար չի քննարկվել երբեք նման հարցեր, որովհետև այնքան սպասելի էր, ինչքան որ ամեն լուսաբաց է։ Հատկապես ձեր հարաբերությունների ընթացքում, որովհետև այն նախանձելի էր թվում էկրաններից այս կողմ, ռոմանտիկ, նախանձելի սեր, սիրառատ լուսանկարներ ու ջերմ գրկախառնություն։ Ցանկացած սեր, ցանկացած լավ բան, լավ sense ասեմ, նախանձելի է ու չար նախանձելի է։ Այդ ամեն ինչը դառնում, մարդիկ չեն սիրում երջանիկ մարդկանց, ուրախ մարդկանց, հարուստ մարդկանց, չեն սիրում։ Ոչ թե չեն ուզում, որ մարդիկ տենց ուզում, որ իրենց նման լինեն։ Շատ հաճախ մենք ցույց ենք տալիս այն, ինչ որ առումով մեզ պետք է երևա։ Հետաքրքիր է ձեր հարաբերություններում, ես չեմ խոսում ներկայի մասին, ես խոսում եմ առհասարակ, ձեր հարաբերություններում ամեն բան իրականում այդքան հարթ է եղել։ Անհարգալից հանկարծ չթվա, բայց այնքան ինձ մեկ է եղել կա եւ հույսով եմ կմնա, եթե հանկարծ գլխի չընկնեմ ինչ-որ միտեղից, որ իմ համար միշտ մեկ կլինի, թե ես ոնց կընկալվեմ։ Ամեն ինչ հարթ է, ես չեմ կարող ոչ մի բացական բան ասեմ, ոչ մի վատ բան ասեմ, ամեն ինչ լավ է, մոտ ամեն ինչ լավ է, բամեդայի մոտ էլ ամեն ինչ լավ, անագստանալու կարիք չկա։ Շատ լավ, և վերադառնալով դերասանական աշխարհ և սերիալային աշխարհ, նշեցիք, որ երկարատև սերիալների մասնակցության առաջարկները այլևս չեք ընդունում, հետաքրքիր է որն է պատճառը, ժամանակի առումով, թե պարզապես դրանք արդեն իրենց սպառել են։ Իրենք իրենց սպառել են արդեն մի 7-8 տարի առաջ, ես թվում է։ Չէ, ժամանակի առումով, որովհետև դա նշանակում է, որ ես 7-8 ամսից սկսած մինչև մի տարի, նայած եթե շատ լավ եղավ տարի ու կես, ռեյտինգը գերի եմ ընկնելու, կոնկրետ, էլ նման բան երբեք ինձ թույլ չեմ տա, որովհետև սկսեցի նկարվել 19 տարեկանում, մեկ էլ պատահական դարա 35, էլ չեմ ուզում տես մեկ է հոպ պատահական 60 տարեկան դարա արանքում ինչ եմ արել, տենց եվս 30 հատ սերիալ, իսկ ման տենց գիտակցումից կարելի է ինքնասպան լինել։ Իսկ արդյոք այդ 19-ում պատկերացնում եք, որ 35-ում ունենալու եք այս ճանաչվածությունն ու չէ նաև այս հաջողությունները։ Այնուց հետաքրքիր ես այդ ճանաչվածությունը ու դրանքից բաները իմ կյանքի հաջողությունների մեջ չեմ իրանց դիտարկում։ Ես ես վստահ եմ ասում, դա երբեք գիշերները չի տաքացնում։ Քանի որ իմ համար մեկ է ինչ են մարդիկ մտածում, որովհետև դա իրականում պիտի մեկ լինի։ Ճանաչվածությունը դա արդեն դու չես, դա ուրիշների ու քո, հա, ոնց որ շփման եզնը քեզ ինչ որ ճանաչում են մարդիկ, բայց դա քեզ ինչ է տալիս։ Բացի անձնական տարածության կորուստը ոչ մի բան չի տալիս։ Իսկ շատ հաճախ նշում են, որ խանգարում է որոշակի առումով։ Ձեզ երբևէ խանգարել է։ Իհարկե խանգարում է, որովհետև ուզում ես գնաս նստես, հա, նույն օրինակը քո համար ինչ որ նստարանում, այգի նստես, պիվա խմես, չգիտեմ, տենց, կաչու տես պարկես այդ նստարանում, մի քիչ աստղեր նայես քաղաքում,
այնց չես կարա, որովհետև անպայման ինչ որ ընթացքում շփումներ կլինեն, կհայտնվեք համացանցում։ Այդ կաց ուղղակի ընթացքում անպայման այդպես մի ժամվա ընթացքում մի 4-5 շփում կլինի։ Վատ չէ դրական շփում, բայց որպեսզի ոնց որ այդպես երբ որ ուզում լրիվ մենակ մնամ, գնում եմ զուգարան։ Որպեսզի ոչ մեկի հետ չշփվեմ, էլի։ Կան առաջարկներ համենայն դեպս դերասանական ոլորտում, որոնց իսկապես սպասում եք։ Դերեր, որոնք օրինակ կուզեիք մարմնավորել։ Սա ձեզ համար որոշակի առումով հոբի է դերասանական աշխարհը։ Վայ չէ, որոշակի առումով ինչ որ sense քրուզա, որը մնացել է իմ հետ, ինչ որ բերա, որը մնացել է իմ հետ։ Ու sense մեկ դնում եմ հետո որ հետ ինչ որ ուրիշ բաներ կա sense նորից վերցնում շարունակում եմ։ Գևորգ, եւ ձեր խոսքի ընթացքում քիչ առաջ, երբ խոսեցիք ձեր չսիրելու տարբերակից, նշեցիք, որ պետք է մարդ լինի նիկոլական, որ չսիրեք։ Այսօր շատ հայտնիներ չեն խոսում եւ չեն պատմում իրենց ուղղվածությունը քաղաքական առումով, որովհետեւ վախենում են որոշակի առումով իրենց առաջ փակվեն դռներ եւ այլն եւ այլն։ Իսկ մի մասն նշում է, որ պետք է խոսեն, որպեսզի մարդիկ, ովքեր որ այդքան էլ գիտակից չեն, հա, հետևեն ու եթե հավատում են տվյալ արտիստին կամ չգիտեմ երգչին, երգչուհուն, դերասանին, գնան իր ճանապարհով։ Հետաքրքիր է, ձեր դեպքում դե պարզ է, որ դուք չունեք որևէ վախ, որովհետև դուք շատ բացահայտ խոսում եք եւ ներկայացնում եք այնինչ ձեր մտքում է, սակայն այս ընթացքում ձեր բացահայտ խոսելու, ձեր կարծիքներն արտահայտելու ընթացքում երբևէ հանդիպել եք ինչ-որ դռների, որոնք որոշակի առումով փակվել են ձեր առաջ։ Ճիշտն ասած, ինձ թվում է հա չեմ ուզում ոչ մի մանրամասներ չեմ կարող ասեմ, որովհետև հնարավոր է դա տենց չի ու հնարավոր է ես նման մտքով ու դա արտաբերելով ինչ որ մարդկանց վիրավորեմ, դա հաստատ չի, բայց ինձ թվում է հա, բայց ես ճիշտ ասած ավելին էի սպասում ու մի քիչ հիասթափված եմ։ Ինչ էիք սպասում։ Դες սպասում էի, որ ավելի շատ դռներ կփակվի, ինչ որ միտք եք տալիս հիմա դուք եթերից։ Կաց ես գնում եմ սարեր այնտեղ դռներ չկան, ինձ դռներ պետք չեն։ Ստեղից դուրս գալու դրան տեղը միշտ գիտեմ, ոնց որ վախեցնելու բան ընդհանրապես չկա, վախենալու բան, ինչ որ մտահոգվելու բան, ինչ պետք է չնկարվեմ, դե պաժալոստը, եթե կարա հիմիկվա իշխանությունը օգնի դարձում, որ ես վերջապես իրոք սկսեմ էլ չնկարահանվել, շնորհակալություն, բայց մեկը չեմ ասի։ Շատ դեպքերում արտիստները, ովքեր որ փակ դռների առաջ են հանդիպում կամ հիասթափված են լինում ներկայ իշխանություններից, լքում են հայրենիքը։ Հետաքրքիր է ձեր դեպքում եղել է նման միտք։ Հա, եղել է, ես անգամ արել եմ նման բան, գնացել եմ հետը եկել 2020 թվականին, 2021 թվականին գնացի Հայաստանից, նորից հետո չէ, հիմա բացարձակ նման մտքեր չունեմ, մանավանդ ինչ որ մշտականին մոտիկ մտքեր բացարձակ չի պատտվում գլխիս մեջ, ես չեմ պատկերացնում արդեն ոնց կարելի է ուրիշ տեղ ապրել, երևի արդեն ոնց որ իմ համար երևի ուշ է, ես արդեն ոնց որ արմատ եմ տվել ստեղ, բայց մինչև այդ հա, մինչև 25-30 տարեկան նման մտքեր կային, փորձեր էին լինում, հիմա ճամփորդել ուզում եմ, շատ ուզում եմ, դες չգիտեմ, որոշել եմ ոտքով մի 5-ից 7 տարվա տարի տևող ճամփորդություն սկսեմ, որ պահին չգիտեմ, բայց դա ապրելու միտք չի դուրս է, դա ուղղակի գնամ ու տենց անպայման հետ գամ տուն։ Իսկ ըստ ձեզ ո՞րն է պատճառը, որ մենք հայտնվել ենք այս կետին, բոլոր առումներով եմ ասում, մտավորականների պակասն է կամ մտավորականների խոսքի պակասն է, չկան մարդիկ, ովքեր կուղղորդեն ժողովրդին, չկան խոսափողներ, որոնք բարձրաձայն են հնչում, ո՞րն է պատճառը, որ այսօր հայտնվել ենք այն կետում, որում որ հայտնվել ենք։ Դե կարամ անալոգիա անցկացնեմ, հա 1915 թվականի հետ, 14-18 թվականների դեպքերի հետ, երբ որ ես ուսումնասիրում եմ պատմությունը, այդ միտքը կար, թե ինչի բոլորը չէին պայքարում,
Ինչի են թույլ տալիս, ինչի են 200 հոգի մարդ դերձորյանապատով գնում, իրան ստանում է ինչ-որ 5 հոգի մարդ, այդ 200 հոգով ինչի չեն կարացել այդ 5 հոգու հարցերը լուծեն։ Ու ոնց է ասել այդ Տերվան, ես ու գլխիս մեջ չէր տեղավորվում այդ ամեն ինչը։ Հիմա ես դրա այն ամենատակում ընկած այդ հատակին ընկած խնդիրը ինձ թվում է տեսնում եմ, որ արտացոլվում է կյանքի բոլոր ասպեկտներում, այնա որ մարդիկ իրանց խափում են անդադար, մարդ կարող են իրան այնց խափի, որ դու իրան կյանքում չես կարողանա մոտավորապես գոնե այնց խափես։ Իրանց խափում են, իրանց համոզում են ու այդտեղ արդեն լոգիկա մանգալ պետք չի, երբ որ մարդիկ սկսում են 100%-անոց վատի ու հարցականի մեջ, հա, կա 100% ինչ-որ բան, որը վատ է ու կա հարցական, ոչ լավ, բացարձակ չգիտենք ինչը, ընտրում են 100% վատը, անիմաստ է այդտեղ արդեն ման, դա վախ է անհայտից, մարդիկ ամենաշատը վախենում են անհայտությունից, ծովն է, գիտեմ մեծ անհայտ է, անապատն է մեծ անհայտ, ինչ-որ ապագան է անհայտ, ու ընտրում են մնալ վատի հետ, բայց չիմանալ թե այնտեղ ինչ կարող լիներ։ Դրա համար բոլորը ապրում են իրենց չսիրած մարդկանց հետ, աշխատում են իրենց չսիրած գործի տեղը, ունեն իրենց չսիրած ղեկավարներին, հարմարվում են։ Իրենց չսիրած երկիրը ունեն, որովհետև վախենում են, որ կարա ավելի վատ լինի, երևի, բայց ամեն դեպքում, երբ որ միտեղ 100% է, իսկ միտեղ հարցականը, ինձ թվում է, պետք է ընտրել այդ հարցականը, որովհետև մարդես կարող ավելի լավ լինի, էլի։ Հարմարվել չի, հարմարվել է, այսինքն վերջում պետք է հարմարվես, գտնես այդ ամեն ինչի համար արդարացումներ, թե դու ինչի ես այդ ամեն ինչը տենց անում, անենց հետաքրքիր արդարացումներ եմ անընդհատ լսում, թե մարդիկ ինչի են հասկանալով ընտրում իրանց համար վատը։ Ու երբ որ ամեն մեկ իր համար վատն է ընտրում, չի կարող, մենք այստեղ քանի հոգի ենք տարածքում, բոլորս ընտրենք այն ինչ մեր համար հիմա շատ վատ կլինի, հետո չի կարող ընդհանուր մեկի այդ սաղ մինուսները դառնա պլյուս բոլորիս համար։ Բնականաբար բոլորիս համար է վատը լինելու։ Բոլորը վատ ընտրությունների հետևանքներ են։ Եվ ձեր նշած հարցականը կարծում եմ մեր օրերից վատ հաստատ չի կարող լինել։ Հա, այս մեռնելուց վատը ավելի վատը ո՞րն է դրա։ Դուք ես մի քիչ եք մեղադրեմ ծնողներին բոլոր սերունդների հլվոր եղած, որովհետև երբ որ ասում են, որ ինչ որ ասում են երեխան մի բան որոշի, չէ՞, երեխան որոշում է, դո փոխում է որոշում, ասում են բա դու սենց էիր ասել։ Պարտադրում են, որպեսզի մարդ ինչ որ որոշած բան, հա, տանի մինչև վերջ։ Բայց կղենքը դեբիլ էր, երբ որ այդ որոշումը ընդունում էր, կղենքը լավ չէր մտածել, իսկ հիմա լավ է մտածել։ Մարդիկ ամաչում են հետ որոշեն ինչ որ բաներ, դրա համար չեն բաժանվում։ Ամաչում են հետ որոշեն, դրա համար նորից փողոց դուրս չեն գալիս։ Այդ իրար ճնշած, իրար ամաչացնելը, իրար դուք նկատել եք, ես մի քիչ բողոք եմ էլի ոնց որ ստեղից։ Ինչին են Հայաստանում ասում, դա ես եմ, եթե կարելի մի հարցել ես դες տամ։ Երբ որ ասում են լավ դե ավելորդ բաներ մի ասա, այդ ինչը նկատի ունեն։ Երբ հաստատված, երբ տարածված կարծիքից դուրս եւ իրենց մեջ մտած կարծիքից դուրս այլ կարծիք է։ Հիմնականում երբ որ ճիշտն ես ասում, երբ որ ասում ես օրինակ հա տենց Հայաստանում հետաքրքիր օրինակ ասում են այս մեկի կնիկը մանեկող է, չէ՞։ Կամ մոռացա իմ ասած ֆրազան ես մոռացա, ասկա առաջի միտքը էլի ասում են ասում լավ դե ավելորդ բաներ մի խոսա, բայց ճիշտն է որ սուտ լինի, կասի ինչ ես ապուշ բաներ խոսում, չէ՞, բայց երբ որ դա ճիշտ է, ասում ավելորդ բաներ մի խոսա, մեր մեջ նստած է այդ սերունդները, որ ճիշտը խոսալը դա ավելորդություն է, ընդունված է այդ խափելը, ձև բռնելը, այդ դերասանություն անելը, այդ ամեն ինչի արդյունքում մենք ունենք այն ինչ որ ունենք ցենց մեծ մի հատ կեղծ օբշեստվա հայերեն բառը կներեք մոռացա, ունենք չեն կարող ճիշտը խոսանք մարդիկ իրար չեն կարող ունենան իսկական դիալոգ, որովհետև ստիպված բոլորը խոսում են սուտ։
ասենք չի կարող նման միջավայրում ինչ որ առողջ բան լինի։ Իսկ ըստ ձեզ ինչն է փրկելու այս ամեն ինչը եւ առհասարակ դուք ինքներդ տեսնում եք ելք կամ հույս որոշակի առումով։ Հա իհարկե, երբ որ բոլորը կկանգնեն, կընդունեն, կասեն հա, քաք ենք կերել, մենք ենք կարել, բայց այդ քիչ է, պետք է նաեւ հետ ուտել։ Այդ ով որ ասֆալտներին հելում պարկում էր, հիմա էլ ասում էր քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Դրանից ավել պոռնակություն, դրանից ավել անբարոյականություն ես կյանքում չեմ հանդիպել, որովհետև երբ որ դու ինչ-որ մի բան փչացնում ես քո ձեռով ու հետո նեղություն չես ուզում քաշես մի հատ դա ուղես, իսկ երբ որ ասում են ուղի, ասում ես չէ դե ես տենց էլ դες բաներով չեմ զբաղվում, դու ով ես եթե ոչ անբարոյականի վաստակ լավ sense ասեմ։ Դուք ասում եք որ դա չի կարելի, բայց ու նման պոռնիկներ շատ են, ովքեր իրանց դեբիլություն արեցին, բայց նաև գտնվեցին պոռնիկ ու չեն ուզում իրանց արածը հետ անեն։ Իրականում ձեր տեսակետը պարզ է եւ վստահ եմ, որ շատերն են համաձայն ձեզ հետ, շատերը խոսում են, շատերը վախենում են խոսել, հենց այն նույն դռների պատճառով, շատերը վախենում են խոստովանել, որ իրենք ժամանակին սխալվել են, ինչպես քիչ առաջ նշեցիք, դուրս գալ փողոց դուրս գալով են սխալվել եւ ստացել ենք եւ ունենք այն, ինչ որ ունենք այսօր։ Հա, ավելին չենք արժանացել կոլեկտիվ, որովհետև առանձին անհատներով դա ոնց որ եթե խոսքը գնում է ժողովրդի ճակատագրի մասին, այդքան էլ հաշիվ չի, մենք պետք է բոլորս ընդհանուր 51%-ով պետք է արժանանանք, ոնց որ կոնտրոլի պակետ կա այդ արժանանալ, թե մենք քանի հոգի մարդ Հայաստանում 3 միլիոն, եթե 3 միլիոնից օրինակ ինչ որ ցույցերի, անկախ դրանից թե ով է գալիս հիմա ասում եկեք փոխենք սրանց, որովհետև սրանք թուրք են, սրանց պետքա փոխել, ով կա փոխի вообще մեկա, թուրքին ով կա փոխի вообще մեկա։ Ասում են չէ, բան, դե չգիտենք ինչ որ բան, ոնց բան վախ եք հելում պարկում ասֆալտին, Նիկոլիտանն եք ապրում, որ հետևից գնում եք, ինչ հոպարների տղեներ այդ ինչից վերցեցիք, վստահեցիք ու այդ ինչով նա արժանացավ այդ վստահությանը ու հիմա ոչ մեկ չի արժանանում, բայց ես չեմ տենում ախր ոնց կարելի է նման մարդու հետևից ընդհանրապես ինչ որ տեղ գնալ։ Օրինակ ինձ համար աբսուրդի ժանր է, երբ այդ քաղաքական ուժի հետևից գնում են այն ծնողները, որոնց երեխաները զոհվել են։ Չմեկնաբանում, ոչ ման չասեմ, կապ չունի, ես ուղղակի չեմ հասկանում ուղղակի ոնց են մարդիկ ինչով են առաջնորդվում, երբ որ տեսնում են նման կերպար, նման ստախոս կերպար, ախր խաբելուն էլ ձև կա, էլի գոնե մի քիչ այնց խաբես, որ մարդը զգա գոնե որ փորձել ես մի քիչ լավ խաբես, տենց հարգանք կար մի քիչ այդ ստիտ մեջ, տենց ոչ թե ասում ես, չգիտեմ, ասենք հա հեսա կտամ ինքը, չէ, ես դες բան չեմ ասել, բայ որ այս դες բան եմ ասել, բայց հենց նոր ասել ինչ խոսած ասենք այդտեղ ու ինչ ասես այն մարդկանց ում որ դա պետքա մատնանշել, այսինքն ինքը ինքնուրույն չի գտնում այդ ամեն ինչը։ Իմաստ չկա, որովհետև չես կարա 2 լիտր ջուր լցնես մի հատ կոֆեի բաժակի մեջ։ Տարողությունը այդքան է, տարողությունը կոֆեի բաժակի չափ, դրա հետ ինստո պետքա համակերպել ու թե ինչը մեզ կփրկի, ես չգիտեմ ճիշտ ասած, այդ իմ ասած տարբերակը կփրկի թե չէ, բայց գոնե արդար կլինի։ Հուսամ մեր հաջորդ հանդիպման ժամանակ արդեն փրկված կխոսենք։ Հա, արդեն գոնե Երևանում կխոսենք թեկուզ։ Երևան կկոչվի այստեղը։ Վախենում եմ այդ մտքից։ Ամենավախենալու բանն արդեն եղել է։ Իմ համար ամենավախենալու բանն արդեն եղել է, մնացածը ոնց է ջանդամը։ Եվ ամփոփելով զրույցն ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Մի բան չի որ ասեմ, որովհետև ընդհանուր այդ տունն է իմ հարազատներն են, իմ սիրած մարդիկ են, ուրիշ ոչ մի բացարձակ արժեք չունեմ հենց այդ տունը նկատի ունեմ ես երկիրը հայրենասիրական բանով չեմ ասում, իմ հայրենիքը, ոյ բան չէ,
այս տարածքը, որտեղ որ ես ապրում եմ, ես այս տարածքը սիրում եմ։ Այդ իմ հարազատներին եմ շատ սիրում, իմ ընկերներին եմ շատ սիրում։ Այդ իմ համար արժեք է։ Այդ իմ ամեն օրն է, այդ իմ ամբողջ կյանքն է կարելի ասել, այնպես որ դրանից դուրս բացարձակ արժեքներ չունեմ։ Շնորհակալ եմ գալու համար, շնորհակալ եմ հետաքրքիր զրույց ապահովելու համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ իմ այսօրվա արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Ագա Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։